2026 թվականի մարտի 12-ին հրապարակվում է Դավիթ Հարությունյանի վերաբերյալ Պարսկագույն դատական խորհրդի որոշումը, ներկայացել է միայն արտադրության նախարարի ներկայացուցիչը, այսպիսով Պարսկագույն դատական խորհուրդը քննության առնելով Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործով արտադրության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի կողմից ներկայացված միջնորդությունը որոշեց վերանայման արդյունքում կայացնել նոր որոշում արտադրության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր երաժշտության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր երաժշտության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է դատական նիստը հայտարարում է փակված